Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի ինչպես այսօր ժամը 10-ին այս կայանում։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակվող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծերեռախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Նախագահ Թրամփի 15 առաջարկությունը, որ Իրանին էր կատարել, դրա մասին խոսեմ։ Հետո նրանից հետո հորմոզ նեղուցը ձեզ ցույց տամ, տեսնեք ինչպես է այս բոլոր ինչ որ Իրանը կասեցրել է նավթը, այսինքն նավերը այդտեղից անցնեն, որտեղ նավթը պիտի փոխանցեն, դրա մասին, այդ հարցի մասին նյութ ձեզ ցուցադրեմ, որ երկիրը քանի տոկոս է նավթ այդ ճանապարհով ուղարկում։ Նրանից հետո պիտի խոսեմ TSA-ի մասին, որ օդանավակայանը գնում դեռ պրոբլեմ գոյություն ունի։ Meta եւ YouTube-ի մասին պիտի խոսեմ, որ երկու դատավարություն շաբաթը ինչ որ անցավ, երկու դատավարության այս social media հզոր ընկերությունները անհաջող կամ հաղթվեցին կամ իրենց պատժեցին, դատավարությունը իդեմ եղավ իրենց։ Նրանից հետո air traffic, երբ որ օդանավակայաններում խեճողված այս երկրի օդանավակայանները, տեսնեք ինչ իրար մոտից անցնում են օդանավ, հելիկոպտեր, մեկին գնում է Սան Ֆրանցիսկոյում օվկիանոսի կողքից հիմա վայր ընկնում, թե ոչ, մասամերկ գնում են իրեն օգնության բարձրացնելու, նրանից հետո պետք է խոսեմ հելիկոպտեր Հովայի շրջանում, այդտեղ ցուցադրեմ, վայր ընկնում, մարդիկ են մահանում, նրանից հետո Cash Patel, FBI-ի ղեկավարի մասին պիտի խոսեմ, Tiger Woods-ի մասին պիտի խոսեմ, մեկ նաև ձեզ ցույց տամ ծրագիրները, ինչ որ սպիտակ տան մեջ արևելյան մասում շենք պիտի կառուցվի, նկարներ ձեզ ցուցադրեմ այդտեղից եւ վերջավորությանը Dow Jones եւ տոկոսները, եթե բնակարան պիտի գնեք, տոկոսները խիստ բարձրանում է այս պատերազմի հետևանքով, դրա մասին պիտի խոսեմ։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել Շանթ հեռուստաալիքը Հայաստանից ուղիղ High Vision-ի միջոցով միանում է, հեռարձակվում է Հարավային Կալիֆոռնիայում։ Շանթի հեռարձակումները առավոտը Շանթում ժամը 8-ից մինչև 10 կարող եք դիտել։ Նրանից հետո երաժշտական բաժիններ, երաժշտական մրցություններ, ֆիլմեր, սերիալներ եւ գիշերը ժամը 8-ին եւ գիշերը ժամը 10-ին Շանթի հեռարձակումները High Vision-ի միջոցով Հարավային Կալիֆոռնիայում տարածվում է 1629 Spectrum-ի ալիք եւ 381 ալիքներով, եթե դուք բիզնես ունեք, ցանկություն ունեք այս հեռուստաալիքի մեջ գովազդեք ձեր բիզնեսը, զանգարեք այս հեռախոսը համարին։ Իսկ նաեւ ես ուզում եմ հիշեցնել հունիսի 2-ին ընտրություն է տեղի ունենալու Կալիֆոռնիա նահանգում։ Հունիսի 2-ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի, դպրոցի հոգապարտություն եւ քալեջի հոգապարտության ընտրության վերջնական ընտրությունը, ով ընտրվեց հունիսի 2-ին, նա կդառնա քաղաքապետարանի խորհրդի անդամ։ Ես թեկնածուն եմ այս քաղաքապետարանի խորհրդի անդամակցությանը եւ ձեր օգնությանը խիստ կարիքը կա։ Նրանք, որ գումարով կարող են օգնեն կամ այստեղ կարող են հեռախոսը պահել եւ այդտեղ իրենց օգնությունը բերեն եւ նրանք, որ կարող են չեք գրեն, չեքեր եթե կարող եք գրել, կարող եք բերել այստեղ 11-10 սոնորա փողոց։ Իսկ եթե դուք օգնության կարիք ունեք,
ընտրության մասին, եթե մինչև հիմա գրանցված չեք, կարող եք գրանցվել։ Եթե գրանցված եք, հասցեն ձերը փոխենեք, բալեթը քվեաթերթիկ չեք ստանալու, պետք է նորից գրանցվեք։ Ուրեմն դուք կարող 20 տարի ընտրության մասնակցեք, բայց ձեր բնակարանը մի ապարտմանից գնաք կողքի ապարտմանը, քվեաթերթիկը փոստը չի բերելու ձեզ, հետ է վերադարձնելու։ Թեև դուք թղթիկ եք լցրացնեք ինչ չեք գալիս է, նամակ է գալիս, բոլորը կբերեն, բայց քվեարկության մասնակցելը նորից պիտի գրանցվել, եթե ձեր հասցեն փոխենք։ Եթե նույն հասցեի մեջ եք, վերջին ընտրությանը մասնակցելն եք, ամեն ինչ լավ է։ Իսկ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ հստակ ձեզ ասեմ, էլեկտրականությունը, երբ որ ես այնտեղ քաղաքապետի խորհրդի անդամ էի, քաղաքապետ էի, ես չթողի էլեկտրական գինը բարձրացնեն, իսկ մինչ հիմա 55%-ով էլեկտրական գինը բարձրացրել են, աղբը տանում էին $18, հիմա $47, եւ այդ հիման վրա ամեն ինչ թանկացել է։ Եվ տեսնում եք փողոցի վիճակը, գալիս են ասում են շատ կեղտոտ է քաղաքը, բնականաբար այդպես հարցեր կա, որևէ ես այնտեղ էի այդ իմ աշխատանքի հետևանքով 507 բնակարաններ կառուցվեց մասամբ մատչելի գներով, որովհետև հողատարածքը քաղաքը տվել էր կապալառուն միայն շենքը պիտի պատրաստի։ Դրա համար համեմատական մեկ նոր բնակարանի, որ 2 բեդրումը կարող է լինի 3000 եւ այլը, սրանք մատչելի գներով ձեզ հատկացրին, նրանք որ ստացան 507 յունիտ, որ իմ պատճառով էր, որ Ամերիկայում քիչ է պատահել։ Լոս Անջելեսը բնակարան է, 4 միլիոն մարդ է ապրում, բնակարան է կառուցում 290 հատ է կառուցում կամ այդպես է։ Այս փոքր քաղաքում 507 յունիտ չտեսնված է բոլոր ուրիշ քաղաքներից այդ ժամանակ զանգում էին, ինձ հարցնում էին ինչպես կարողացար այսպես աշխատանք կատարել։ Եթե դուք ցանկություն ունեք, նաև ասացի էլեկտրական գինը շատ բարձրացել է, աղբը, մաքրություն այս քաղաքի, գալիս ասում են մեր փողոցը այնքան կեղտոտ է, ես բան չեմ կարող անել, հետաքրքրված չեն, այս քաղաքապետարանի խորհրդի անդամակցությունը հետաքրքրված չեն դրանով, եւ էլեկտրականությունը մենք 5 յունիտ պետք է գնեին, որ երբ որ ամառը շատ տաք սեզոնին, տաք ժամը կամ այդ շոկ ժամը 5 յունիտ պետք է տեղադրեին, ընդամենը 455 միլիոն ծախսն էր դրա։ Հիմա այդ 5-ից 3-ը դրեն են, որովհետև իմ գնալուց հետո այնքան ուշացրին, որովհետև այդ ժամանակ կային այնտեղ տեխնացուներ, որ ուզում էին ընտրվեին, մի ձև արին, որ չպատահի մինչև ընտրվեն։ Երբ որ ընտրվեցին, հենց նույնը արին, բայց հիմա, եթե պետք է 5 շարեին, 5 այդ gas turbine-ները պետք է շարեին, որ emergency, երբ որ պիտի անջատեն, եթե հիշեք այս քաղաքում նաև էլեկտրականությունը մի շրջանի անջատում էին մյուսներին, որպեսզի էլեկտրականությունը բավարար լինի, հետո մյուս շրջանին էին անջատում։ Իմ ամենեթը բայց այս 5-ի փոխարեն ավել թանկ 520 միլիոն դոլար պիտի ծախսեն, ընդամենը 3 այս gas turbine-ները, այս turbine-ները, այդ մեքենաները էլեկտրակայանի պիտի լինի։ Նույն գինը 5 հատով 450 միլիոն պիտի վճարենք, բայց այս մարդիկ քաղաքապետարանի խորհրդի անդամները այնքան հետաձգեցին հատկապես մինչև ընտրվեն եւ հիմա 3-ը պետք է անեն։ Մի քանի տարի շատ լավ է լինելու այս քաղաքում, երբ 4, 5, 6 տարի հետո ընկնելու ենք նույն վիճակի մեջ, ինչ որ նախկինում կայինք, էլի դուք ամեն ինչը ցանկությունը կա electrification, ամեն շենք նոր կառուցում են, մենակ էլեկտրիկ պիտի լինի, էլ գազ չեք կարող բանացնեք, մի նորոգում ուզում են բերեն, ասում են գազ չեք կարող բանացնեք, էլի էլեկտրական պրոբլեմ կլինի։ Այդ պատճառով որ հարկավոր է որ դուք քվեարկեք ինձ, որպեսզի ես կարողանամ գնամ այդ հարցը ճշտեմ նորից։
Հիմա ամենայն դեպս այս հասցեն է կարող եք այստեղ, եթե մինչև հիմա գրանցված չեք, անպայման գրանցվեք, սա շատ կարևոր ընտրություն է, դուք մասնակցեք։ Իսկ եթե գրանցված եք, հասցեն փոխած լինեք, նորից պիտի գրանցվեք։ Բոլոր այդ հարցերով զանգահարեք, շատ հեշտ է, իմ հեռախոսը 818 2 4, մնացածը բոլորը 9։ Ինձ տեսնում են մարդիկ, ասում եմ հեռախոսը, պարոն Վրեժ, քո հեռախոսը 2 4 իրենք ինձ ցույց են տալիս, մնացած բոլորինը դուք էլ հիշեք, եթե հարցեր ունեք, առայժմ մենք շաբաթվա ընթացքին աշխատողներ ունենք ձեզ օգնելու կեսօրից ժամը 12-ից մինչև մոտարապես 5-ը։ Հիմա ես ուզում եմ անցնել առաջ եւ ասել Լոս Անջելեսում եւ Ամերիկայում շատ մեծ ցույցեր է տեղի ունենում։ Հիմա հունիսին անցյալ տարի 5 միլիոն մարդ դուրս եկավ ցույցերի մասնակցելու, հետո հոկտեմբերին 7 միլիոն, 3 շաբաթ օր այստեղ տեսնում եք 41 ցույցեր տեղի ունեցավ միայն Լոս Անջելես քաունթի, Սանտա Բարբարա քաունթի եւ Օրենջ քաունթի, այս երեքի մեջ 41 տարբեր տեղ ցույցեր էր տեղի ունենում եւ Ամերիկայով մեկ ցույցեր տեղի ունեցավ 3 եւ այս ցույցերում no king այստեղ գրում են թագավորներ չեն ուզում, որովհետեւ Թրամփին մեղադրում են որպես թագավոր է, այսպես ինչ ցանկություն ունի ուզում է կատարի, այդպես բողոք են ներկայացնում այս Թրամփի աշխատանքի համար, կրճատումներ ինչ որ եղավ, նրանք որ մեդիկալ ունեին, նրանք որ աշխատում են ինշուրենս ունեին, այդ ինշուրենսը կառավարությունը օգնում էր Օբամայի օրոք այդպես, որպեսզի ընտանիքը առողջապահական ինշուրենս ունենա։ Եվ այդ մի մասը այս աշխատող ընտանիքներն էին վճարում, մնացածը կառավարությունն էր վճարում այդ Օբամաքերի միջոցով։ Թրամփը դրանք շատ կրճատել է, օրինակ ընտանիք որ աշխատում է կարող է 4 հոգով լինեն, տարին 20,000-ի չափ իրենց առողջապահական ինշուրենսն է, դրա համար իրենք չկարողանալով հիմա այդ աշխատող մարդիկ, որ իրենց աշխատավարձ շատ բարձր ինշուրենս չունեն։ Ամենայն դեպս երեկվա ցույցն եք նորից տեսնում այստեղ։ Ես հիմա ուզում եմ խոսել նաև որ Թրամփը 15 առաջարկություն էր կատարել Իրանին, որպեսզի հանձնվեն պատերազմը կանգնեն։ Գիտեք, Ամերիկան եւ Իսրայելը խիստ ռմբակոծում են։ Հիմա երեք նախագահ Թրամփ ասաց, որ որոշ համաձայնության են եկել եւ գեներալ Քեյն, որը սպայակույտի ղեկավարն է այս երկրի, եւ Հեքսեթ, որ պաշտպանության նախարարն է, ասեն են, որ չեն ուզում, ցանկություն չունեն, ուզում են շարունակեն դեռ ռմբակոծեն Իրանը, եւ Թրամփը ասացի ոչ, եթե համաձայնության են գալիս, չեն ուզում շարունակեն։ Գիտեք, նախագահ Թրամփը Իրանին 5 օր վերջնագիր էր տվել, ultimatum էր տվել։ Հետո ինքը երկարաձգեց 10 օրով, որ եկեք համաձայնության կան։ Թվում է, ասում է, որ մենք համաձայնության ենք եկել, նախագահ Թրամփը դեռ չեն հստակացրել, որ այդ համաձայնությունը ինչ հիման վրա է։ Մի բան, որ ինքը բացահայտեց, որ այդ նուկլեար ատոմական ռումբ չի պատրաստելու։ Իհարկե Իրանը ասում է մենք երբեք ատոմական ռումբ չենք, նպատակը չի պատրաստելու Խամենեին, որը Թրամփի ռմբակոծման հետևանքով երբ մի ժողովում էր 41 ուրիշ ղեկավարների հետ, իմացան ուր է եւ գնացին ռմբակոծեցին, այդ ժամանակ որ նրանք խորհրդակցում էին, որ Ամերիկայի հետ ինչպես համաձայնության կան, երբ հավաքված էին ամերիկան ռմբակոծել էր, մահացել էին, բայց Իրանը թվում է այսպես մեկ ղեկավար չկա, դրա համար շատ դժվար է իրենց հետ,
Իսրայելը անընդհատ գնում է ռմբակոծում սպանում է ղեկավարներին, մեկ ուրիշ իր տեղն է, որ այսպես բաց սիստեմա, իրենց սիստեմա, այս կրոնական սիստեմը տարօրինակ թվում է սիստեմը չէինք տեսել, այսպես սիստեմը չէինք տեսել մինչ հիմա, բայց ամենայն դեպս ուրիշ տեսակ է իրենց սիստեմը թվում է համաձայնության է եկել։ Մի բան, որ Թրամփը նախապես ասաց, որ բոլոր ասում են թագաժառանգը, այսինքն թագավորի տաղան, որ 47 տարի է հենց Ամերիկայում է ապրում, նա գա դառնա նախագահ, Իրանը փոխվի թագավորությունից լինի նախագահական սիստեմ եւ այս անձը դառնա նախագահը Իրանի։ Թրամփը մտահոգություն հայտնեց, ասաց, որ 47 տարի է երկրից դուրս է, որը կլինի իր փորձառությունը երկիր կառավարելու, ավել հարմար կլինի, որ ներսից մեկը բարձրանա, նա որ այդ երկրում է ապրել, նա որ զինվորական է երևի եւ այլպես փորձառություն ունի, այդպես մարդը ավել հարմար կլինի դառնա երկրի ղեկավարը, որ մեզ հետ լավ հարաբերության մեջ լինի եւ չսպառնա շրջապատ երկրներին նախագահ Թրամփը ասել իմ ցանկությունը սա է եւ Իրանի թագաժառանգը հարմար չի դառնա թագավոր կամ նախագահ դառնա։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցուցադրել ինչ որ պատերազմը շարունակվում է, այստեղ նախագահ Թրամփին տեսնում եք եւ այս ինչ որ ձեզ ասացի այդ արտահայտությունները այստեղ տեսնում եք Արաքչի արտգործ նախարարն է Իրանի ասում է մենք որևէ համաձայնության չենք կա մեր թշնամու հետ գիտեք Իրանը ասացի տարօրինակ սիստեմ ունի Իրանն ասում է որ իրենք իրար հետ են կարծեք թե համաձայնում բայց թվում է խմբեր կան որովհետև այստեղ Փակիստանը խիստ միջամուխ է այսինքն բանակցությունների եւ ասում են որ համաձայնության են մասամբ եկել դեռ ասացի հստակ չի ինչ իման վրա ինչ են անում հիմա նախագահ Թրամփի հավանությունը այս պատերազմը արդյոք ճիշտ է հարցրեն իրենց որ Թրամփը ճիշտ ղեկավարում է կամ տնօրինում է այս պատերազմը ընդամենը 34 հոգի կարծում են իր աշխատանքը որ գնաց մխրճվեց պատերազմի մեջ հավանում են 59%-ով այս երկրում դեմ են ինչ որ նախագահ Թրամփը սկսել է ամենակարևոր քիչ հետո պիտի անդրադառնամ օդանավակայանները շատ խճողված են բենզինի գինը բարձրացել է հիմա United Airlines երևի խոշոր օդանավի ընկերություններից է ասում է որ մենք որովհետև բենզինը շատ թանկացել է ստիպված ենք մեր տոմսակները 20%-ով բարձրացնենք ասում է United Airlines-ը նաև պատկերացրեք հիմա փոստը ասում է որպեսզի կարողանանք այս բենզինի վառելանյութի ծախսը հոգան փոստը ասում եմ գինը պետք է 8%-ով բարձրացնենք fuel surcharge մինչև այն ժամանակ որ բենզինը այսպես թանկ է գիտեք երևի դուք տեսել եք բենզինը արդեն այստեղ $6 ասել $4 20 سنت 30 سنت 40 էր հիմա $6 ասել 38%-ը ինչ որ քիչ առաջ նաև տեսակ քվեարկողները հավանում են իր աշխատանքը մնացած ժողովուրդը դեմ է ինչ որ սկսվեն է Իրանի դեմ այս գնալ արտգործ նախարարին եք այստեղ նաև տեսնում ասում է որ 2-ից 4 շաբաթ պատերազմը կավարտենք որովհետև մեր նաև նախագահն ասում է մեր սպասածից ավել լավ է ընթանում պատերազմը 2200 մրիններ ուղարկել են այսպես որպեսի երևի խարքը որ այդտեղից է նավթը գալիս է դեպի այսինքն Կասպից ծոցից գալիս է այնտեղ երևի ապահովեն որտեղ այս զինվորներով չի լինի գնալ երկիր մտնել երկիր 1500 փարաշուտ տեսնում եք այստեղ
ամենապատրաստված մարդկանցից 82-րդ Airborne, որը նման փորձառություն է, նրանց են բերել 10,000 նոր, ընդհանուր 70,000 մարդ կա այնտեղ, մեծամասնությունը նավերի մեջ են եւ նաեւ ցամաքային ուժից հիմա տեսնում եք փոխանցել են այնտեղ եւ որպեսի թվում է ծրագիր գոյություն ունի, չգիտենք ինչ է, բայց չեն հստակացրել։ Ամենայն դեպս բենզինի, այսինքն նավթի մի տակառը հասել է 114 $68 հիմա հասել է 114 եւ թվում է, որ բարձրանալու է։ Բենզինը մոտարապես $4 է ասել, 1.4 سنت մարտից ավել թանկացել է։ Մեզ մոտ միշտ $2 առնվազն միջինի, սա Ամերիկայի միջինն է, մեզ մոտ $2 ավել է, ինչ որ $6 է հասել բենզինի գինը։ Այստեղ Իրանն է, որ դեռ շարունակում է նաև հարձակվել, Սաուդի Արաբիային է հարձակվում, Իսրայելի վրա է հարձակվում, եւ սա մեկ սենատորը Քենեդի անունով, որ գիտեք, սա ռիփաբլիկաններն էլ ոմանք մտածում են այս պատերազմը, ինչպես այս սենատորն ասում, այս պատերազմը պիտի ավարտի գա, չպիտի այսքան ետ, որ Թրամփի խիստ պաշտպանողներից է եղել, միշտ հովանավորել ինչ որ Թրամփ արել է, ինքը նաև ասում էր ճիշտ աշխատանք է տանում, բայց հիմա իրեն նման սենատորներ ռիփաբլիկանների մեջ ճեղքված է, որ օր առաջ ավել հարմար կլինի, որ այս պատերազմը ավարտի գա։ Երևի այդ բերումով է, որ Թրամփը աշխատեց, որ համաձայնության կա, հիմա այդ համաձայնության պատկերը երևի կբացատրեն շուտով։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պիտի ձեզ ցուցադրեմ Թրամփի անունով, տեսնեք ամեն ինչը Թրամփը պահանջում է, որ իր անունով դարձնեն։ Հիմա այդ մի մասը ուզում եմ ձեզ ցուցադրել, երբ վերադառնամ, հետո օդանավակայանների ինչ է կատարվում, TSA-ի մասին խոսեմ։ Ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյան փաստաբանն է հովանավորում։ Եթե դուք ավտովթար ունեք, ակսիդենտ ունեք, այստեղ զանգահարեք, իր հետ ժամադրություն վերցրեք, խոսեք։ Իրեն գրասենյակը գտնում է Գլենդելում Բրանդ փողոցի վրա է, 611 Նորթ Բրանդ փողոցում է։ Դուք եթե ակսիդենտ եք ունեցել, դուք մեղավոր չեք, ձեր մեքենայի վնասը պիտի վճարեն ձեզ, որ նորոգեք ձեր մեքենան կամ ձեր մեքենան լրիվ թոթալ է եղել, գումարը ձեզ տան։ Եվ նաև եթե մարմնային վնաս ասել ձեզ եւ ով որ ձեզ հետ մեքենայի մեջ է եղել, որպեսզի ճիշտ գումարը ստանաք, անպայման փաստաբանի հետ խորհրդակցեք, այս հեռախոսը համարով զանգարեք իրեն։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է։ Երկու տեղատուն են, Կալիֆոռնիա փողոցի վրա 35 տարի դոկտորն աշխատում է։ Իր դուստրը նաև միացել է իրեն, իրենց նոր կենտրոնը բացել են Sunland քաղաքում, այստեղ տեսնում եք։ Foothill փողոց Sunland քաղաքում անմիջապես Թահանգայի հարևանության է։ Եթե դուք ապրում եք Թահանգա, Sunland, Simi Valley, Silmar, բոլոր այդ Granada Hills, որտեղ ապրում եք, այս տեղատունը դիմեք կամ զանգարեք, ձեր տեղերը կբերեն ձեր տան։ Նկատի առնելով, որ այս տեղատուն նոր է բացվել, ես ձեզ կառաջարկեի գնաք այնտեղ, այս շնորհավորեք տեղատան բացումը, որ ձեզ մոտ կլինի, ավել ձեզ համար հարմար կլինի եւ կծանոթանաք բոլորին եւ այդ առիթով իրենց շնորհավորեք։ Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը, Երևան Post-ը առաջարկում է, եթե իմ անուն տակ, վրեժի անունը տակ, օդանավով ամեն տեղ $2.99 է։ Երևան Post-ում նաև $2.99։ Եթե իմ անունը տակ $1.99-ով ծանրոց կարող եք օդանավով ղրգել։ Pound-ը $1.99։ Իսկ եթե իմ անունը տակ նավով մի ծանրոցը վճարեք, երկու ծանրոց ձեզ առավել կտամ, որ ինչ որ ուզում եք լցնեք այդ ծանրոցների մեջ, զատիկ է, կարող եք ղրգել ձեր նվերները, ձեր ազգականներին,
այսպես մի ծանրոցը կնում եք, երկու հատ անվճար կտան ծանրոց ձեզ, եթե իմ անուն տակ այդտեղ։ Նաև մեքենա կարող եք ղրկել այնտեղ, եթե իմ անուն տակ գինը խիստ իջեցնեն $1699, սովորաբար $2400 է, SUV-ն $2500 է, իմ անուն տվեք $1790 կտանեն ձեզ համար, եւ նաև կարող եք գումար նաև փոխանցել, կահկարասիկ կարող եք ուղարկել Հայաստան, նաև գումար կարող եք փոխանցել, մի տոկոս եք վճարում գումարը եթե ղրկում եք։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է Central եւ Մրթել փողոցի հատման կետում է Glendale-ում 405 Freeway եւ Euclid փողոց Orange County-ում, Santa Ana-ում խանութ ունեն, 100-ից ավել Court Furniture խանութ ունի Ամերիկայում, ամենախոշոր furniture-ի խանութներից մեկն է, որտեղ ապրում եք San Francisco, New York, ուրիշ քաղաք Մայամի եւ այլն իրենք խանութներ ունեն, Glendale-ում 339 նոր Central փողոց։ Եթե նոր mattress պիտի գնեք, գրասեղան, սեղան, աթոռներ, այցելեք Court Furniture։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը։ Շահին թուրը դեպի Ժապոնիա մայիսի 1-ից մինչև 10 մայրերի օրվա առիթով ձեր մայրիկներին տոմս գնեք, որպեսզի տեսնեն Ժապոնիան։ Հետաքրքիր երկիր է, պետք է բացի այն որ պատմական արժանինքներով, իսկ մարդկանց պետք է տեսնեք իրենց բնավորությունով, ինչպես փոքր մեծի հարգանքը տեսնեք։ Ամենայն դեպս սա հեռախոսը համարն է, զանգարեք մայրերի օրվա առիթով Ժապոնիա, ընդամենը $3690 կվերադառնա։ Նախագահ Թրամփը ցանկություն ունի շատ շենքերի վրա տարբեր հարցերով, որ ես պիտի ձեզ ցույց տամ, իր անունը տնեն։ Օրինակներից մեկը Kennedy Center գոյություն է Վաշինգտոնում, որ 40 տարի կամ ավելի այդպես այդ անվան տակ էր, ասաց իր անունը ավելացնեն Trump Kennedy Center, իսկ երբ որ բոլոր ծրագիրները cancel եղավ, նրանք որ կազմակերպեն, եթե նախապես կազմակերպում է համերգ լինի, ուրիշ ձեռնարկներ լինի, բոլորը cancel արին այդ համերգի կազմակերպողները, նրանք որ պետք է մասնակցին, հիմա նախագահ Թրամփը ասել է այդտեղ պետք է վերանորոգում մտնի։ Հիմա ես ընդհանուր ուզում եմ ցույց տալ այդ վերաբերող հարցին, օրինակի համար այստեղ վերևը տեսնում եք դրամի ինչ որ դուք ունեք $1 կլինի եւ այլն, ստորագրվում է Treasury, ելևմտքի նախարարը տակը սովորաբար ստորագրում է։ Թրամփ ասել է, որ հիմա ինքը ցանկություն ունի, որ $1 տակ ինքը իր ստորագրությունը լինի, որպես այստեղ տեսնում եք, որ անսովոր է մինչև հիմա չի պատահել նախագահ, որևէ նախագահի ստորագրությունը $1 կամ $50 եւ այլն այդտեղ գումար լինի, ինչ որ տեսնում եք։ Երկրորդ, ասել է, որ commemorative հիշատակելի այսպես կոպեկներ տպել կամ coin տպելու համար իր պատկերը տրվի Liberty, տեսնում եք, որ 250-րդ տարց այս երկրի ստեղծվելու կամ այսպես անկախություն հռչակվելու հունիսին պիտի տեղի ունենա, այդպես պատրաստեն եւ այստեղ տեսնում եք այս coin-ը, ինչ որ տեսնում եք։ Քիչ առաջ խոսեցի Kennedy Center-ի մասին, որտեղ սա մեծ դահլիճ է, որ միշտ ձեռնարկները տեղի ունենում, անունն էր Kennedy Center։ Թրամփը ավելացրել է, պատի վրա էլ գրել է Trump Kennedy Center, որ այս մասին տատ բացված է եւ հիմա տեսնենք հետո ինչ է պատահում։ Մի ուրիշ այստեղ տեսնում եք կենտրոն է United States Institute of Peace, խաղաղության կենտրոնը կամ կազմակերպությունը, նախագահը հրաման է տվել, որ առաջն ավելացնեն Donald J. Trump անունը տնեն այս շենքի վրա, այսինքն նախապես այս մասը չկար, տեսնում եք ավելացրել է իր անունը, ասած շատ անսովոր բան է, եւ այստեղ տեսնում եք իր արտգործ նախարարը ասում է
անունը փոխվել է եւ ինչ որ ասացի սրա մասին նաեւ դատավարություն է տեղի ունենալ իսկ նախագահ Թրամփ ասել է եթե որևէ անձ 1 միլիոն վճարի այս երկրին կարող է այսպես որպեսի դառնա քաղաքացին դառնա այս երկրի կամ այսպես 1 միլիոն դոլարն է որ քարտն է որ եթե 1 միլիոն դոլար վճարեն այս gold կոչվում է gold card ասենք անձը եթե այդ gold card-ը որ 1 միլիոն դոլար է գնի հետո ինքը կարող է դիմի որպեսի քաղաքացին դառնա այս երկրի այստեղ տեսնում եք պատկերը տեսնում եք մեկ ուրիշ ավելացրել է Թրամփ տեսնում եք այստեղ Թրամփ RX դեղերի համար Թրամփ ասում է ես դեղերի կինը իջեցրել եմ ուրեմն անունը տրվել է Trump RX Թրամփի տեղեր այսպես RX-ը որտեղ կառավարության այդ վեբսայթը որ տեղ պիտի գնեն այսպես պետք է գրանցվեն կնեն դոկտոր Ազը այդ թուրք բժիշկը որ նշանակված է հիմա Medicaid-ի ղեկավարը ասում է որ Թրամփը չի ասել որ մենք անունը այսպես տնենք այլ մենք ենք այսինքն առաջարկել այդ անունը որոշել որ գրվի Թրամփի տեղեր այսպես ասում է դոկտոր Ազը մեկ ուրիշ հաշիվը որ Թրամփը տեսնում եք այսպես քարտ որ երեխա 2025 թվից ծնվել է իրեն հաշվին կարող են $1000 saving տեղադրել որևէ երեխա որ 2025 թվի եւ հետո ծնվում է այսպես հաշիվ պիտի բանան եւ այստեղ տեսնում եք անունը տրվել է Trump account այսպես բոլոր երեխաները կունենան Trump account մեջը տրված է լինելու $1000 այստեղ տեսնում եք անցնում ենք առաջ մեկ ուրիշ տեղ որ парքերի համար մարդիկ գնում են նախապես որոշ парքեր գիտեք պիտի գումար տակ որ կարողանաք գնաք այնտեղ տարբեր տարածքները ման է գալիս պետք է լինի հիմա նախագահը այդ բերումով քարտ է սարքել որ եթե գնեն որպեսի կարողանան այդ парքը կարողանան այցելեն ուրեմն տրին է National Park Pass եւ այս քարտն է որի պատկերը տրին է վրան եւ Ջորջ Վաշինգթոնին եք տեսնում այդտեղ մեկ ուրիշ հարց որ փոխել է Trump class worship նավերը ռազմանավի վրա Trump class այսպես տեսնում եք Golden Fleet Ամերիկայի ծովուժի համար որ ինքը ասել է որ նավեր կառուցվի նոր նավեր կառուցվի եւ այդ նավերն է որը կոչվելու է Trump class ռազմանավ ուրեմն ռազմանավերի վրա իր անունը կտրվի Trump class այդտեղ տեսնում եք warships անցնում ենք առաջ մեկ ռազմօթանավներ պետք է ամերիկան ունենալու է այդ նոր ռազմանավը այդ այսինքն օթանավները այս երկրի անունը լինում է F տարով 8 կա 15 կա այդպես է նոմերը նոր ռազմօթանավը ասում է պետք է անունը տնեք F-47 տնեք, որտեղ ինքը 47-րդ նախագահն է, ուրեմն պատկերացրեք 15-ից 18-ից համարը թռնում է 47 է դառնում, այստեղ տեսնում եք, որպես ինքը 40։ Մնացած հարցեր նաև կա, դրանք խիստ հետևում է եւ դարձրել է դատավարություն կա որոշ հարցերի վրա, մնացածը նաև ցանկություն ունի International Airport Washington-ում շատ Dallas Airport-ը կա,
երկու էրպորտ կա Ռեգան եւ Դալլասը, ասում է այդ օդանավակայանի անունը փոխեք, հիմա դա դժվար թե պատահի, բայց եւ այնպես։ Pennsylvania Station, Նյու Յորքի ամենամեծ այդ subway կամ գնացքի կենտրոնն է Pennsylvania Station, որ նախագահ ասում է անունը փոխեք դրեք Donald Trump Station, որ սրա վրա չի թվում որ տեղի կունենա, որովհետև Նյու Յորքցի դեմ են։ Washington Dallas International Airport-ը ցեզ արդեն ասացի, որ այս Dallas-ը ցանկություն ունի փոխի լինի Donald Trump-ի անունով լինի, անցնում ենք առաջ NFL Washington Commanders Stadium Washington-ում մեկ մարզասրահ գոյություն ունի, ասում է որ փոխեք սրա անունը Washington Commanders-ները այդ ֆուտբոլի թիմի անունն է, անունը փոխեք դրեք Donald Trump, բոլորը ինչ որ տեսնում եք, սրանք ասացի դժվար կլինի փոխել, բայց եւ այնպես։ Մի ուրիշ բան Rushmore, այստեղ 4 նախկին նախագահների այսպես պատկերը կա, Trump ասում է որ այստեղ քանդեն եւ իր պատկերն էլ նաեւ ավելացնեն այս 4 նախագահների կողքին լինի։ Բայց ես նախկինում ծրագիր եմ արել այստեղ ցես բացատրեմ հնարավորություն չկա որտեվ տեղ չունի եւ այս բլուրը կամ այս սարը անընդհատ թափվում է, անգամ այս նախկինների մի մասերը միշտ պետք է նորոգեն, որտեղ մի մասը պոկվում է, քանդվում է, այսպես տեսնում եք, Mount Rushmore-ը տեսնում եք։ Մեկ ուրիշ նախագահ ասում է, որ այս $100 տեսնում եք, որ նաև իր պատկերը լինի եւ դրանքից $100 բիլի $250 այսպես թղթե դրամ պատրաստվի եւ դա իր պահանջն է որ այդտեղ լինի որ իր պատկերը լինի $100 եւ $250 վրա ասացի սրանք մի քիչ դժվար պատահող է նաեւ այստեղ տեսնում եք DC մետրո Washington-ի մետրոյի կայան կա շատ խոշոր ասում է անունը փոխեն տնեն Trump Train ահա սրանք ասացին մյուսները արդեն կամ արեն են կամ կդառնա այս մնացած ինչ որ ասացի բախտ որ փոխվի կամ տեղի ունենա ավել քիչ է ես մի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից TSA-ի մասին խոսեմ օդանավակայանները խիստ զբաղված են շատ դժվար է թռիչք կատարել եւ նրանից հետո Meta եւ YouTube-ի մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան ատամնաբույժը եւ դոկտոր Մահտեսյան հովանավորում են ծրագիրը որևէ հարց ունեք ձեր ատամների հետ Լինդի հետ զանգարեք այս հեռախոսահամարին ժամադրություն վերցրեք իրենց հետ գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում եթե դուք ապրում եք մի վարձենեք ապարտման կամ վարձենեք բնակարան պետք է վարձակալը մաքուր բնակարան իրեն տան չի կարելի այդ բնակարանի մեջ եթե մրջուն կա եթե միջատներ կան պահարան բացում եք միջատները վազում են եթե մուկ կա դա բնակելի չի ձեզ պիտի հատուցում տան դուք ոչինչ չեք վճարում փաստաբանին մինչև եթե հաջողի գումար ձեզ համար վերցնի հետո դուք իրեն կվճարեք եթե այդպես խնդիրներ ունեք այս հեռախոսահամարը զանգարեք խորհրդակցեք ծրագիրը հովանավորում է նաև ASA Quality Air-ն է հովանավորում ծրագիրը հիմա շոկ է երևի air conditioning-ի եթե խնդիրներ ունեցաք maintenance repair installation տեղադրելու համար ամենահարմարը կլինի իրենց զանգահարեք եւ իրենք ձեր unit-ը նկատի կառնեն սերվիս կարող եք անեք ընդամենը $89 սերվիս կարող եք անեք ձեր unit-ը տեսնում եք այստեղ գրված է հեռախոսահամարը ձեզ մոտ գրեք որովհետև եղանակը խիստ շոկ է լինելու անպայման այս համարի կարիքը կունենաք ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը եթե աչքերի հետ որևէ հարց ունեք ագնոցը պիտի փոխել
լավ չեք տեսնում, ջուր է հոսում աչքից, Գլենդելում իրեն Ջաքսոն փողոց եւ Կոլորադո փողոցի հատման կետում է հեռախոս համարն եք տեսնում։ Orange County-ում մի 2 ամիս է իր կենտրոնը բաց է արել, եթե այս հեռախոս համար, եթե Orange County-ում որևէ տեղ Orange County-ն փոքր county է, որևէ տեղ ապրում եք, այս հեռախոս համարին զանգեք 31 տարվա փորձառությամբ վիրահատող աչքի մասնակետի հետ խոսեք։ Ծրագիրը հովանավորում է Prime-Med Pharmacy, հովանավորում է ծրագիրը։ Prime-Med Pharmacy Highland եւ Glen-Oaks փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս տեղատունը։ Հեռախոս շատ հեշտ է 818 600 777։ Եթե կարող եք գնալ այնտեղ տեղերը վերցնեք կամ զանգարեք ձեր տանը կբերեն ձեր տեղերը կվերադառնան։ TSA Transportation Security Agency-ն նրանք որ կապույտ հագուստով օդանավակայաններում են, գիտեք Homeland Security նախարարության մեջ են։ Եվ հիմա դեմոկրատները Homeland Security բյուջետը չեն հաստատում, որովհետև գիտեք քիչ հետո կտեսնեք երկու հոգի Minneapolis, Minnesota-ում սպանվեցին այս immigration-ի ոստիկանների միջոցով այսը ուրեմն այդ department-ին ուրեմն բյուջետը չեն հաստատում։ Դեմոկրատները ասում են մենք ամեն ինչը կհաստատենք նախարարության օդանավի այս աշխատողների TSA բյուջետն էլ հաստատում ենք մենակ immigration-ի եւ border security սահմանապահների աշխատավարձ, որտեղ նրանք նաև հիմա մխրճված են immigration-ի հարցով քաղաքներում երկուսը մինչև փոփոխություն չբերեք, բյուջետը չենք ընդունի։ Սենեթում այդպես արին, այսինքն ռիփաբլիկանները միացան դեմոկրատներին եւ այդ հաստատեցին։ Իսկ ներկայացնի տան անդամները ղեկավարությունը ռիփաբլիկան ասին մենք չենք անելու կամ 2 ամիսով բոլորի բյուջետը հաստատեք, թե չէ մինակ այդ երկու կազմակերպությունը, որ այս immigration-ի հարցերով զբաղվում են, գումարը չտակ, մենք չենք համաձայնվում։ Եվ դրա համար է, որ դեռ երևի պիտի շարունակվի։ Դրա համար է նախագահ Թրամփը հրաման տվեց, որ յուրահատուկ այդ TSA-ի օդանավակայանի ոստիկանության աշխատավարձը վճարեն ուրիշ մասից բերեն եւ վճարեն իրենց, որ ես հիմա ուզում եմ օդանավակայանները ցույց տալ, այստեղ էր ասացի սենեթում անցկացրին, որ TSA Transportation Agency-ն աշխատավարձ ստանա, բայց չհաջողվեց։ Սա սենեթի ղեկավարն է ռիփաբլիկան, որ գնացին արձակուրդ, զատիկվա առիթով արձակուրդ են գնացել եւ չեն վերադառնալու գոնե մի շաբաթից ավել։ Ներկայացնի տան խոսնակին եք տեսնում, սա նաև ռիփաբլիկան, որ ասում է սխալ բան են հաստատել։ Դրա համար է օդանավակայանը այսպես է։ Երեք Բալթիմորում այս Ռենե Գուդին եք տեսնում, որ սպանվել է immigration եւ այս տղան նաև Պրետի անունով, որ սպանվել են, դրա համար այս խռովություն եղավ։ Դեմոկրատների ներկայացնի տան խոսնակն է, որ ասում է, որ մենք արդեն համաձայնվել ենք, իրենք փոխեն են, ինչ որ կա, ժողովուրդը նորից դժվարության մեջ է։ Ասացի Բալթիմորում 3 ժամ տևում է մարդիկ մինչև այդ ոստիկանները իրենց ճամբրուկը նայեն, իրենց նայեն եւ այլն, ուրիշ տեղերում 2-ից եւ այստեղ տեսեք հիմա որոշ տեղեր, որ այս ոստիկանությունը չեն գալիս, այնտեղ տեսնում եք Ատլանտա զբաղված երևի օդանավակայաններից մեկը 40%-ով աշխատանքի չեն եկել, այնտեղ տեսնում եք 40.6%-ով, նույնը ուրիշ Թեքսասում 39%-ով աշխատանքի չեն գալիս, մեզ մոտ այդքան վատ չի միաժամանակ, բայց արևելյան նահանգներում, այնտեղ տեսնում եք LaGuardia Airport Նյու Յորքում, տեսնում եք այնտեղ John F. Kennedy Airport-ը 28.9%-ով ամենազբաղված օդանավակայաններից մեկը, պատկերացրեք այդքան մեծ թվով բացակայում են, ստեղծում են դժվար կացություն, որովհետև գնում են ուրիշ աշխատանք անեն, չեն գալիս աշխատանքի։ Մի մաս անգամ տեսնում եք հետո
վիճապանում են մարդիկ, բարկանում են, որովհետև երկար սպասում են ներկայացնի տան խոսնակն է, որ ասում են պետք է տեսնում եք դեմոկրատները ռեփաբլիկաններին են մեղադրում, ռեփաբլիկանները դեմոկրատներին, որ ինչու այսպես դժվար կացություն է տեղի ունենում հիմա այնտեղ եւ եթե մեկ առաջարկություն կար ինչ որ ասացի, որ այս նախարարության գումարը վճարեն ժամանակավոր վճարեն ոչ թե այս եւ border patrol-ը որ այս հսկողությունները կատարում են այդպես էր ամենայն դեպս 60 օրվա համար բայց չհամաձայնվեցին եւ մնում է այսպես կախված վիճակում սենեթի դեմոկրատները ասում են հիմա ներկայացնի տան մեջ ինչ որ անցնում է որ ժամանակավոր ասացի գումար վճար ասում են որ իրենք չեն համաձայնվելու dead on arrival ուրեմն եթե ամեն ինչը եթե պիտի կատարվի հիմա պիտի կատարվի եւ տեսնում եք այս շարքերը ինչ որ էստեղ ես ուզում եմ խոսել Meta եւ նաեւ YouTube-ի մասին խոսել դատ բաց են արել Meta-ի եւ YouTube-ին վերաբերող որ ասում են որ սրանք այնպես ծրագրերն են որ պատանի վրա ազդում են եւ իրենք չեն կարողանում հատկապես այնպես են ծրագրեր որ չկարողանան կտրվեն այդտեղ ես հենց իմ ընկերներից բարեկամներից այդպես է որ երեխան պատկերացրեք դեռ պատանի չի թինեյջեր չի դեռ այնպես հեռախոսին կապված է որ չես կարող իրենից հեռախոսը հեռացնես քանի որ ասացի այս մեծ ընկերությունները Meta-ն եւ դատավարություն տեղի ունեցավ եւ այնտեղ կարողացան փաստել որ իրենք հատկապես այնպես ծրագիրներ են տեղադրում որ երեխային մոլի դարձնեն ահա այսպես իրենց դժվար կացության մեջ տնեն որ չկարողանան այս հեռախոսից անջատվել կտրվել հնարավոր չլինի երեխայի համար սա այն հարցն է որ դատավարություններ տեղի ունենում այս մասին եւ Լոս Անջելեսում դատը մոտարպես 1 հոգի արել 6 միլիոն հիմա երևի հարյուրավոր մարդ դատին կմիանա այսպես կախվածություն է ստեղծում կամ առաջացնում է կախվածություն եւ ներգրավված կամ ներգրավում է այնպես որ տարիքը 20 տարեկան է որ դատը բաց էին արել Նյու Մեքսիկոյում եւ 375 միլիոն դոլար պետք է վճարեն իհարկե սա Լոս Անջելեսին եք տեսնում որ 6 միլիոն է իսկ Նյու Մեքսիկոյում 375 միլիոն հիմա այս ընկերությունների համար 6 միլիոն 375 միլիոնը գումար չի պատրաստ են գումարը տան ու եթե չպանդեն չհետևեն 6 տարեկանից այդ երեխան դուք տեսնում եք երեխայի ձեռքը հեռախոս եք տալիս չպիտի պատանի երիտասարդը Զուքերբերգն է Meta ընկերություն կամ Facebook-ի տերտիրականն է որ անցյալում ասել էր որ մենք համակարգը փոխելու ենք անցյալում ասել էր որ փոփոխություն են մտցնելու որ այսպես չլինի եւ տարիքի սահմանափակումներ կլինի երեխան չկարողանա բոլորը օգտվեն այդ ծառայությունից Նյու Մեքսիկոյում 377 միլիոն դոլար պետք է վճարեն իհարկե սա խմբովի դատեր եւ այսպես տեսնում եք մարդիկ դուրս են եկել ոմանք իրենց երեխաներին կորցրել են ինքնասպան են եղել այս social media-ի միջոցով որ մեղադրանք սա է որ իրենք անուշադիր են եւ այդ պլատֆորմը կամ համակարգը մեծև է որ վարակիչ է կամ մոլի է դարձնում depression-ը ստեղծում
եւ այսպես տեսնում եք anxiety ահա այդ պատճառներով էր որ դատի տրվեցին Google եւ մեծ ընկերություններ սա դատավորն է որ վերջում համաձայնվեց դատ բացողների հետ այդ 375 միլիոն damage եւ պետք է իրենց սիստեմը մանավանդ որ երեխաներին այդ տեղից նկարներով ուրիշ ձևերով ներառում են քանի անգամ ես այսպես ասել եմ որ հետո մեկ չափահասը կարողանում է երեխայի հետ կապ հաստատի հետո դրսում հանդիպում է այդ երեխային տանում է եւ հետո բռնապարում են ուրիշ դժվարություններ են ստեղծում եթե դուք երեխա ունեք տանը հեռախոսը այս social media-ն այնպես վիճակ է ստեղծելու որ դժվար կարողանաք հեռացնել եւ պիտի հեռացնեք եւ իրեն համար ուրիշ զբաղվում նյութեր գտնեք զբաղումունք գտնեք որ կարողանա հեռանա կամ մի քանի ժամ րոպե խաղաղություն տա իր ուղեղին ես հիմա ուզում եմ խոսել նաեւ թռիչքների վտանգներից մեկը John Wayne Airport մեր հարավում Orange County-ում գտնվող է ուզում ցույց տալ մեկ զինվորական հելիկոպտեր եւ մեկ օդանավ վայր է նստում այդ John Wayne Airport-ը հենց նույն ժամանակ մեկ զինվորական հելիկոպտեր որտեղ օդանավակայանները խիստ զբաղված են այս երկրում United Airlines 589 168 passenger ուրեմն ճամփորդ կա մեջը գալիս է դեպի John Wayne Airport այստեղ տեսնում եք միաժամանակ այդ վարկյանում մեկ հելիկոպտեր ռազմական հելիկոպտերը ուղղաթիռ է որ իրար շատ մոտիկ հատում են կամ վրայից անցնում է օդանավը տեսնում եք այսպես իրեն արագ լուր են տալիս եւ դեպքեր ինչ որ պատահել է անցյալում նաև ձեզ ցուցադրել էի ասում է դու հելիկոպտերը տեսնում ես ուրեմն այդ աշտարակի մեջից օդաչուի հետ է ինչ որ խոսում են մտահոգված իհարկե սա առաջի անգամ չի եթե հիշեք Ռեգան Վաշինգտոնում այնտեղ 68 հոգի մահացան երբ ռազմ հելիկոպտեր հարվածեց մեկ օդանավի իսկ վերջին ժամանակ օդանավակայանում LaGuardia Airport New York-ում Air Canada իջնում է մեկ թրակ է որ անցնում է որ այդ թրակը իր մեջ չունի այդ գործիքը որ օդանավակայանից իր հետ կարողանան կապ ստեղծեն transponder չունի եւ այսպես օդաչուի եւ իր օկնականի մահվան պատճառն է լինում կանադայից եկող այս օդանավի այսպես տեսնում եք աջախ տեսնում եք այդ ճամփ այստեղ LaGuardia-ում էր այդ թրակներ ինչ որ շրջվել էր ես հիմա նաեւ ուզում եմ խոսել մեկ եթե կնոջ մասին որ տեսնում եք տեսեք հիմա չգիտեմ այս տեղի ունեցել տեսնում եք մասամբ մերկ է պետք է fire department-ը կա իրեն օգնի որ կարողանան բարձրացնեն այս տեղից այս ժայռից փրկեն իրեն կապում են որպեսզի կարողանան փրկեն իրեն Սան Ֆրանցիսկոում էր տեղի ունեցել անձը պետք է չափավոր ռիսկի դիմի հիմա ասում եմ չգիտենք վերևում քայլում էր վայր է ընկել թե իջել է այս ժայռի վրայի ցույց տա հաջող է կարող է եւ այդտեղից հետո գնա օվկիանոս գնա ամենայն դեպս վիճակ սա է լինում հրշեջը եթե գալիս են մի քանի մեքենա է գալիս փոլիսը պիտի գա որ այս մեկ հոգում փրկեն ամեն մարդու կյանքը շատ արժեք ունի բայց անձը ինքը չպիտի ռիսկերի դիմի որ վտանգավոր ռիսկեր են համարվում իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը
Եթե որևէ հարցեր ունեք դեմքի, գեղեցկացնելու, քթի, բոլոր այդ հարցերով ամենայն դեպս զանգարեք այս հեռախոսի համարին։ Իր կենտրոնը կամ այս բժշկի կենտրոնը գտնվում է Glendale Adventist-ի բժշկական շենքի մեջ է գտնվում։ Հեռախոսի համարը ձեզ մոտ նշանակեք։ Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը Հակոբ Չոփորյան եւ իր երկու դուստրերը, որ երկուսն էլ փաստաբաններ են, ձեզ առաջարկում են, եթե ավտովթար ունեցաք, ակսիդենտ ունեցաք, ձեր մտահոգությունները հանձնեք իրենց զանգարելով այստեղ 818 244 47 47 հեռախոսի համարին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը Գլենոքս փողոցի վրա է ալերգի եւ ասմայի մասնագետ է 30 տարի փորձառությամբ, սա իր հեռախոսի համարն է։ Նաեւ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է։ 600 տաշնամուր այնտեղ խանութի մեջ կա, 2 հարկի մեջ, անպայման կարող եք այցելեք տեսնեք գեղեցիկ տաշնամուրներ գնելու համար կամ վարձելու համար այցելեք Pasadena-ում 440 South Arroyo Parkway կվերադառնա։ Հելիկոպտերի թուրեր կան Հովայիում, Քովայի այդ կղզիում այդ այցելության հելիկոպտերներից վայր են գնում, ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել եւ այդտեղ ճամփորդներից 3-ը դժբախտաբար մահանում են, 2 խիստ վիրավորված են, այսպես տեսնում եք հելիկոպտերը ջրի մեջ վայր են գնում, ահա այսպես դաժան վիճակ է լինում, իրենց վիրավորվածներին տեղափոխում են, բայց եւ այնպես այսպես դժբախտություն է, ինչ որ պատահել է այս շաբաթավերջին, պատահել է այս դեպքը պատահել է։ Իսկ ես հիմա ուզում եմ շարունակել Քաշ Փաթելի մասին խոսեմ։ Քաշ Փաթելը նախագահ Թրամփը նշանակել է որպես FBI-ի ղեկավար։ Տեսնում եք իրեն։ Եվ հետաքրքիր է իրանցիներ մտել են իր email-ները, նամակները եւ hack են արել, ուրեմն մտել են իր սիստեմի մեջ եւ կարողացել են որոշ այդ տեղեկությունները բոլորը email-ները կամ նամակագրությունը բոլորը կարողացան անել, բայց այն ժամանակ որտեղ նշանակված չէր FBI-ի ղեկավար, հին email-ները կարողացան կողանալ։ Հիմա տեսեք ինչքան հզոր է այս հարցը, որ անձիկ կարողանում են այսպես հականեն, մտնեն կառավարության սիստեմի մեջ, մտնեն FBI-ի ղեկավարի սիստեմի մեջ, ասում են, որ այս երկիրը ասում է, որ որևէ տեղեկություն, որ կառավարության կապ է ունեցել, չեն կարողացել մտնել։ Իր անձնական տեղեկություններն են վերցրել, հիմա շարունակեն, եւ դրանք է ինչ որ կարողացել են, բայց ամենայն դեպս սա որովհետև կարևոր հարց է, Միացյալ Նահանգները ասել է $10 միլիոն կվճարի նրանց, ինչ որ կարող են տեսնում եք այնտեղ անդալա statement այդ անձիկ որ hack են արել, ասում են մենք կարողացել ենք մի բան անենք, որ բոլորը հիշեն, այստեղ տեսնում եք այդ անձիկ են, որ hack են արել եւ այստեղ իրեն եք տեսնում իրեն անձնական ասացի email-ներն է որ կարողացել են վերցնեն 300 email եւ նկար կարողացել են իրեն կապ ունեցողը վերցնել այսպես տեսնում եք այս օրերից կոմպյուտերով կարողանում են մտնել մարդկանց տեղեկություններ վերցնել ամենայն դեպս 10 միլիոն տրամադրված է որ ասեն ովեր են կարողանան ձերբակալեն տատի տան այդ մարդկանց ասացի իրանցիներ են հիմա Իրանից են այդպես անում ուրիշ տեղից է կատարվել դա հետո երևի ավել կհստականա ես ուզում եմ խոսել Tiger Woods-ի մասին
Tiger Wood մեկ ամենաճանաչված այսպես գոլֆ խաղացողներից էր, բայց վերջին տարիներում տարօրինակ մխրճված է եղել, որ խմիչք է օգտագործում, մեքենա է քշում։ Այստեղ մեկ անգամ 2017-ին էր, որը քնեն էր, որ մեր հարավում, այստեղ Լոս Անջելեսի հարավում էր, դեպքը պատահել էր եւ ինքը վայր էր ընկել, բլուրից վայր էր ընկել մեքենան եւ մարմնային կոտրվածքներ ունեցավ եւ այսպես։ Հիմա Ֆլորիդայում նորից այդ դեպքը պատահել է։ Իսկ Tiger Wood-ը հիմա մեկ կնոջ հետ է, որ այդ կինը Դոնալդ Թրամփ Ջունիորի, ուրեմն նախագահ Թրամփի տղայի կինն էր, նրա հետ որ ինքը հիմա է ընկերուհին, այդ Դոնալդ Թրամփ Ջունիորի 2005-ից մինչև 2018 թիվ ամուսնացած էր նախագահ Թրամփի զավակի հետ իր ընկերուհին եւ 5 երեխա ունեն այս երկուսը 2018-ին ամենայն դեպս Թրամփից բաժանվեց եւ այս վերջին տարիներում ընկերուհին է իրեն բայց այդ կինը իր հետ չի եղել բայց իր խաղերին գնում են մասնակցում են եւ Թրամփի թորնիկները նաեւ գնում են խաղերի դիտում են այս գոլֆ երբ որ խաղում են ես հիմա այստեղ ուզում եմ ցույց ցուցադրել դեպքը ինչ որ պատահել էր եւ մինչ հիմա երրորդ անգամն է որ խմիչք է օգտագործում մեքենա է վարում այստեղ տեսնում եք 2021-ին էր այսպես Tiger Wood Palm Beach Gardens Ֆլորիդայում տեսնում եք մասնակցում է մրցություն է մասնակցում եւ այսպես աշխարհի ճանաչված խաղացողներից հիմա առաջինը չի, number 1-ը չի, բայց տեսեք մեքենան է, որ շրջվել է հիմա այս մի քանի օր առաջ էր։ Պոլիսը իրեն որպես DUI եւ վնաս ինչ որ հասցրել է շրջապատին 8 ժամ իրեն պահում են, այսինքն police station-ում 8 ժամ պահում են, այստեղ տեսնում եք 2021 թվին էր, այստեղ մեր հարավում տեղի ունեցած բլուրից վայրեր ընկել, այսպես եւ հիմա 2017-ին է մեկ ուրիշ անգամ քնեն էր մեքենայում, հետո իրեն իջեցնում են, ասում են քայլի, չի կարողանում քայլի 2009 թվին նաեւ Օրլանդո Ֆլորիդայում էր տեղի ունեցել այսպես Tiger Wood հաճախ խմիչք օգտագործում է եւ հետո մեքենա է վարում ստեղծում է մեծ դժվարություն Պրոբլեմ սա է որ մարզիկներին երիտասարդները մանավանդ Tiger Wood-ը շատ երիտասարդներ հետևում են իրեն, տեսնում են, խաղերն են հետևում, իրեն են հետևում, հիմա ում որ տեսնում եք աչում, ուրեմն Թրամփի տղայի կամ Թրամփի նախկին հարսն է, որ ասացի 5 թորնիկներ ունի Թրամփ այս կինը 5 երեխա է ունեցել, այսպես տեսնում եք եւ բայց կինը իր հետ չի եղել։ Թրամփին հարցնում են, ուրեմն ասում են ինձ ասել են, որ թվում է, որ ինքը օքեյ է, միայն մեքենայի խնդիրները մանրամասնությունը չգիտեմ ես, այդպես ասում է Թրամփ։ Ես պիտի դադար վերցնեմ, Սպիտակ տան ցույց տամ նախագահ Թրամփը ինչ է առաջարկում, սրահ է ուզում սարքել եւ հետո Dow Jones եւ տոկոսների մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Profits Market հովանավորում է ծրագիրը։ Իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու Գլենոքս փողոցի վրա է Բերբանկում Գլենդելի արևանության։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, կամ accident ունեք, այս հեռախոսի համարը ձեզ մոտ նշանակեք, եթե հարկ եղավ զանգարեք։ Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Սա մասնակետ է սարտի վիրահատող մասնակետ, բայց
այս վարքյանից կենտրոնացած է եթե ձեր թաթի վրա թաթի տակ վերք է քայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոսը համարին զանգարեք գրասենյակները գտնվում է Orange County, Commerce, Encino, Glendale Glendale-ում 616 իսկ Glenox փողոցի վրա է Սոնաֆետ արվեստների կենտրոնն է ովանավորում ծրագիրը իրենք բաս ունեն մինի բաս ունեն ձեզ կտանեն ու կվերադարձնեն որպեսզի դուք շփվեք ձեր հասակակիցների հետ լավ ժամանց կունենաք Jackpot-ն է ովանավորում ծրագիրը Jackpot-ը նոր հագուստներ է բերել արտասահմանից բերված նոր կոշիկներ եւ այցելեք գտնվում է Pacific փողոցի վրա է գտնվում անգամ հագուստներ կարող եք գտնել $5-ից մինչև հարյուրավոր դոլարներ այցելեք Jackpot Անաշե gift-ն է ովանավորում ծրագիր Անաշե gift գտնվում է Glenox փողոց Glendale-ում Burbank-ի արևանության Այսինչ որ տեսնում եք այստեղ $49.99 է այս ավենը էլեկտրական է եթե վերևի մասը հանեք կարող եք փոշիներ բռնեք իսկ եթե ձեր բատերիներ պետք ունեք ձեր թելեֆոնի համար կամ ժամացույցի համար որևէ այդ փոք բատերիներից կարիքը կա իրենք փոխում են բատերիներ այնտեղ նաև ուրիշ կարող եք գնել աման, բնակ եւ այլն բոլորը կարող եք գնել Անաշե gift կվերադառնա Ես ձեզ հաղորդել էի, որ նախագահ Թրամփը նպատակ ունի եւ քանդել տվեց, այստեղ շենք կար, որ East Wing էր կոչվում, արևելյան թևն էր կոչվում, փոքրիկ շենք էր, որովհետեւ երբ որ կառուցել են այս, տեսնում եք, նախագահի սենյակ այն վերջում է, այստեղ օֆիսներ կա, սա սպիտակ տունն է, որտեղ երկրորդ հարկում նախագահները այդտեղ են ապրում, բնակվում Եվ East Wing-ը փոքրիկ էր, որ հիմա երևի պատկերների մեջ կտեսնենք, նախագահը այս շենքը քանդել է եւ ցանկություն ունի այսպես խոշոր շենք կառուցի, ինչ որ այստեղ տեսնում եք, տեսեք ինչ խոշոր շենք է, ինչ որ կառուցվում է։ Հիմա այս շենքը, որը նախագահի բնակարանն էր, հին ժամանակ նպատակ սա էր, որ երևելի դառնա։ Իսկ այս այնքան մեծ է, ինչ որ Թրամփը առաջարկել է, սա դեռ չեն կառուցել։ Պիտի կառուցվի այսպես խոշոր հանդեսասրահ է, ինչ որ ուզում է լինի, որ 1000 մարդ կարողանան հյուրասիրեն։ Հիմա սովորաբար այսպես առաջում կամ հետևում շենքի հյուրասիրություն էին տալիս, ավել փոքր սրահներ ունեին, բայց հիմա նախագահ Թրամփի նպատակն է սա։ Իսկ հիմա եթե այստեղ տեսնում եք, հիմա քիչ հետո կտեսնեք մեկ ուրիշ պատկեր, ստիպված են եղել, որտեղ սա կլոր էր առաջ, շենքը փոքրիկ էր, հիմա ստիպված են եղել այսպես ծռել այստեղ շենքը տեսնում եք ծռվելը։ Ամենայն դեպս սա առաջարկված շենքն է, proposed East Wing որ ոմանք դեմ են սրան, որովհետև նրա գեղեցկությունը ասում են չի երևա։ Հիմա այստեղ տեսնում եք, տեսեք սպիտակ տունը, ինչ որ կոչվում է աշխարհով մեկ ճանաչված, համեմատեք այս մեկին, տեսեք սա ինչքան հսկա է համեմատ այս շենքին։ Անցնում եք առաջ եւ նորից տեսնում եք, այսպես ասացի, կլոր էր առաջ, հիմա միցև ստիպված են փոխեն, որպես այս շենքի հետ համեմատելի լինի, տեսնում եք այսպես կառուցված շենք է, հարավը այսպես է, որ շատ նմանում է Treasury Department-ին է նմանում։ Մյուս մայթն եք տեսնում շենքի, այսպես տեսեք ինչպես է սպիտակ տուն այնտեղ է եւ նայում ենք, սա մյուս կողմից դիտում եք պատկերը այսպես է սպիտակ տուն եւ նոր շենքը։ Այս շենքը վերևում այսպես փիճ էր, տանիքը փիճ էր, հիմա ավել հատակը
այսպես ուղիղ են դարձրել կամ հարթ են դարձրել, որ եթե չէ շատ ավել բարձր է լինում, այսպես տեսնում եք, միաժամանակ այս տեսեք հիմա հարթ են դարձրել, նախապես այսպես էր, որ շատ ավել մեծ էր երևում, թե մեծ չենք է, բայց բարձրունքը նաև մեծ էր երևում, այսպես մի քիչ flat են անելու կամ հարթ են անելու, որ շատ այս շենքը նաև երևա։ Հիմա մի ուրիշ հարց այստեղ կա, որ այս շենքը 400 միլիոն նախատես են, գիտեք, երբ շենք են կառուցում, հետո շատ ավել է ծախսը, քան թե ինչ որ նախատեսված է, եւ ահա 400 միլիոն նախատեսված, նախագահը ասում է, որ ես նվերներ կվերցնեմ։ Այստեղ այս գիծն եք տեսնում նորից, որ առաջ գեղեցիկ կլոր էր, բայց հիմա փոխված է, որպեսզի առիթ ստեղծվի այս շենքը կառուցելու։ Սա ընդհանուր ես ուզեցի Սպիտակ տան առաջարկված շենքը ձեզ ցուցադրեի։ Իսկ հիմա ես ուզում եմ խոսել նաև Dow Jones-ի մասին եւ mortgage պարտք եթե պիտի վերցնեք, այդ պարտքը ինչ որ պիտի վերցնեք, այս պատերազմի հետևանքով նավթի բարձրացումը, նավթը երբ բարձրանում է, ամեն ինչ թանկանում է, transportation, թրակներով են ամեն ինչը բերում այս երկիր, 75%-ով դիզել են օգտվում թրակները, 25% ուրիշ, այսպես պատկերացրեք սոլարով է եւ այլն, բայց մեծամասնություն ամենայն դեպս, որովհետեւ թրակները բերում են, ամեն ինչը թրակով է գալիս։ Չինաստանից ապրանք են բերում, ուրիշ երկրից, հետո պետք է թրակներով տանեն։ Եվ դրա համար Dow Jones խիստ իջրեն է, տեսնում եք S&P 500, այսպես իջրեն է, օրինակ Dow Jones-ը հասել էր 50,000-ի, հիմա իջրեն է դարձել է 45,000։ Մեծ կորուստ նրանք, որ ինվեստմենտներ ունեն, անցնում ենք առաջ, այստեղ տեսնում եք, եւ տեսեք հիմա 50,513 էր հասել նախքան պատերազմը, փետրվարի 28 եւ այդ ժամանակներում, իսկ հիմա հասել է 45,000, 10%-ից ավել Dow Jones-ը կորուստ է ունեցել, մեծ վնաս, նրանք որ այսպես գումարներ էին ինվեստարել։ Եվ crude oil հիմա տեսնում եք 101 է գրված, բայց ավելացել է 101-ից նաև անցել է մի տակառը շատ թանկացավ մինչև պատերազմի սկսելը, այստեղ տեսնում եք փետրվարի ավարտին 62-3 դոլար էր, հետո այդ ժամանակվանից պատերազմի ընթացքին տեսեք հասել է, ուր է հասել հիմա այս նավթի գինը, ինչ որ տեսնում եք։ Իսկ mortgage 5 կետ ես այստեղ ձեզ ցույց էի տվել նախքան պատերազմը, եթե տոկոսով պիտի վերցնեի բնակարան գնելու համար 5.94 էր։ Հիմա մոտ արապես տեսնում եք կետ 7%-ով mortgage-ը ավել բարձրացել է կամ պարտքը եթե պիտի վերցնեք բնակարան գնեք ավել թանկ է, ավել դժվար է լինելու, եթե պետք է բնակարան գնեիք, նկատի առեք, որ ամեն ինչ թանկացած է։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ շարունակեմ ծրագիրը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ընտրություն է տեղի ունենալու այս քաղաքում հունիսի 2-ին։ Իսկ ձեր բալետը կստանաք մայիսի 2-ից հետո։ Ոմանք մայիսի 2-ին, ոմանք մայիսի 3-4-5-ին կստանաք ամենայն դեպս, եթե գրանցված եք բալետ կստանաք։ Ես ուզում եմ ձեզ առաջարկել 3 ոչ հայեր են մասնակցում, 9 հայեր մասնակցում են այս ընտրությանը։ Եթե դուք չմասնակցեք, դժվար կացություն է լինելու եւ դրա համար ես ուզում եմ ձեր ուշադրությանը բերել եւ ասել, որ անպայման ընտրությանը մասնակցեք։ Շատ դժվար ընտրություն է տեղի ունենալու այս տարի
Եթե գրանցված չեք, առաջարկում եմ գրանցեք։ Եթե գրանցվել եք եւ ձեր հասցեն փոխել եք, նորից պետք է գրանցվել։ Այդ առիթով, եթե հարցեր ունեք, կարիք ունեք օգնության, զանգահարեք 818-ով 2-4, մնացածը բոլորը 9։ Ես այն ժամանակ, որ այդտեղ ծառայել եմ, աշխատել եմ իշահ ձեզի, բիզնեսներին $5,000 հատկացրին, որպեսզի այդ COVID-ի ժամանակ ես քաղաքապետն էի եւ $5,000-ով իրենց օգնեցինք։ Հանրությանը 70 մի քանի տարի եւ ավելին $300 30 ամիս հատկացրինք, այդ իմ առաջարկությունը ինչ որ կար։ Եվ ուրիշ նորոգումներ, փողոցների վիճակը նայեք հիմա, աղբի վիճակը, կեղտոտ է քաղաքը, ձեր աղբը տանում էին $18, հիմա $47 է։ Եվ դեռ պիտի ավելացնեն, էլեկտրականությունը ամենադաժան էլեկտրականությունն է, որ այնտեղ ես աշխատեցի, որ 5 յունիտ պետք է turbine gas turbine-ներ գնեինք, որը կլիներ 450 միլիոն, 455 միլիոն, իրենք որպեսի նույնը լինի, երեքը հիմա գնում են 517 միլիոնով։ Դուք եք վճարելու, այս գումարը դուք պիտի վճարեք, որովհետև այս մարդիկ այդքան սխալ արին, այդքան միայն որպեսի ընտրվեն, հետաձգեցին եւ մեծ վնաս այս քաղաքին բոլոր բնակիչներին։ Եթե ուզում եք այս չշարունակվի, պետք է ճիշտ անձնավորությունների քվեարկեք։ Եթե դուք կարծում եք ես հարմար անձնավորությունն եմ, ուրեմն անպայման զանգահարեք, եթե որևէ հարց ընտրության հետ վերաբերող կամ եկեք այստեղ 11-10 Սոնորափողոց կեսօրին 12-ից մինչև կեսօրից հետո ժամը 5-ը առայժմ, հետո ընդլայնվելու է կամ ընդարձակվելու է ժամերը, որպեսզի կարողանաք որևէ ժամ կաք այստեղ, առայժմ 12-ից 5-ը եւ անպայման այս կարևոր ընտրությանը, որ նմանը չի պատահել մինչև այսպես, որ 9 հայեր թեկնածու լինեն միասին այդ 3 աթոռի համար։ Մինչ նոր հանդիպում։